Այսօր ինչ ուղերձով եք այստեղ, որովհետև Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության աջակցած հայազգի գործարար է հայտնվել դատարանում եւ ուղղակի մեկ հայտարարության համար եկեղեցուն պաշտպանելու։ Ես այսօր այստեղ եմ գտնվում, որպեսզի պաշտպանեմ մեր արժեքները, մեր սրբությունները, մարդու իրավունքները եւ նա որ ցանկացած քաղաքացի խոսքի ազատության համար չպետք է հալածվի, առավել եւս այն մարդիկ, ովքեր ունեն մեծ ավանդ մեր երկրում, ունեն հարազգործ, այո, նրա համար է, որ վերջիվերջո այս իշխանությունը հասկանան, որ իրենք տապալել են ամեն ինչ, որ իրենք ձախողել են ամեն ինչ, եւ փոխանակ խելոք սիրուն դյում գրեն գնան, շարունակում են իրենց վարած քաղաքականությունը, ապօրինությունները եւ մեկը մյուսի հետևից նոր հոդվածներ են իրենց վրա ավելացնում։ Ես վստահ եմ, որ պատասխան են տալու ամեն ինչի համար, դատվելու են այս իշխանությունները, որտեղ հիմա դժվար է գտնել քրեական օրենսգրքում մի հոդված, որ իրենք չեն խախտել։ Իրենք գրեթե ամեն ինչ խախտել են կանոն, որ չեն ուզում, որ հիբրիդային անվտանգությունը խախտվի պետության։ Ակնարկում են ռուսական ազդեցության մասին։ Ակնարկում են ռուսական ազդեցության մասին, բայց ակնհայտ տենում ենք այստեղ թուրքական ադրբեջանական ձեռագիր, իրանք ընկնում են այն մարդկանց հետևից, այն մարդկանց է հետապնդում, որոնք մտածում են ազգային արժեքների մասին եւ թույլ տվեք կասկած հարուցել, որ այո, իրանք կատարում են կոնկրետ թուրքական ադրբեջանական հրահանգը։ Այնպես որ ես արդեն շուտվանից չեմ վախենում ոչինչից, չեմ վախենում թիրախավորվելուց, տեսանք ինչքան է փորձեն, որևիցե բան չեն կարողանում, նույնիսկ անձակներ։ Իմ մասով երևում է իրանց քրեական գործերը կարած եւ իրանց ամեն ինչը ինչի ականատեսն ենք լինում։ Ես վստահ եմ արդարությունը վերականգնվելու է ու իշխանությունը իրականում փոխանցվելու է հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդն է դառնալու իշխանություն։